Կանչեցին, ինչպես նրան հույները արդեն սկսել են հունական ոճով անվանել Սկացուրանիսի գլխի հարվածը։ Նորից Կարագունիսը ամենափորձառու ֆուտբոլիստը Հունաստանի ներկա հավաքականում, գնդակը գալիս է Տուգանային հրապարակ, վտանգավոր է եւ նորից անկյունային ձեռքերը վեր են բարձրացնում հույները, ցույց տալով, որ 11 մետրանոց է պետք նշանակել, բայց Ալեքսանդր Արկամը ավստրիացի մրցավարը շատ հանգիստ նույն ժեստով ցույց է տալիս անկյունային, տեսնենք կրկնապատկերը։ Իհարկե այստեղ 11 մետրանոց չկա, Ռոբերտ Արզումանյանի արմունկին դիպավ գնդակը, բայց սա ձեռքով խաղ չէր։ Եվս մեկ փոխանցում արված դարպասին եւ հիմա արդեն վաղտը կարելի ասել ժպտում է մեր ֆուտբոլիստներին, ոչինչ չէր կարող անել բերել։ Տեսնենք, միգուցե Սալպինգիդիսը չէր հարվածողը։ Այո, Սալպինգիդիսը չէր, դա Կիրիակոս Պապադոպուլոսն էր։ Տեսնում են պաշտպանները գնդակը, գրոհը մեր ֆուտբոլիստների չի ավարտվել, Մարկոս լավ փոխանցում է Մովսիսյան։ Թույլ է հարվածում Յուրա Մովսիսյանը եւ հիմա արդեն մեր ֆուտբոլիստներն էին 11 մետրանոց պահանջում, բայց մրցավարը նորից անկյունային դրոշակյուղուց շարժումով, մեկ հպումով, ահա այստեղ գնդակը պաշտպանից քաշեց մի կողմ, արվածեց եւ մոտավորապես նույն իրադրությունն էր, գիտեք, այստեղ էլ չի կարելի տեսնենք մրցավարը, ոչ, մրցավարը նշանակել է Տուգանային։ Հա տեսեք, շատ պարզ երևում է կրկնապատկերի ժամանակ, որ գնդակին արվածեց Սարգիս Հովսեփյանը, այն հեռացրեց, բայց Ալեքսանդր Արկամը, տեսնենք, փոխանցում, Բերեզովսկին դուրս է գալիս, սխալվում է կարելի ասել Բերեզովսկին եւ բախվել, տեսնենք, կրկնապատկերը։ Այո, Սալպինգիդիսը հարվածեց դարպասին, իսկ Բերեզովսկին ոչ մի կերպ չէր հասնում այս գնդակին, որովհետեւ նրա ճանապարհին իսկ արվածները հեռար, հասկանում եք, նույնպես շատ վտանգավոր են։ Անձրևը իդեպ ասեմ, որ Կարագունիսը փոխանցում է կատարում, վտանգավոր է եւ գոլ։ Գնդակը հայտնվում է Հայաստանի հավաքականի դարպասում եւ երկրորդ փորձից Կիրիակոս Պապադոպուլոսը կարողանում է գրավել դարպասը։ Շատ տակ հարվածով, տեսեք։ Գնդակն ուղարկեց ցանցը։ Բերեզովսկին ոչ մի շանս չուներ։ 1-0 Հունաստանի հավաքականն առաջ անցնում հաշվի մեջ եւ դա տեղի ունենում 24-րդ րոպեն, եթե չեմ սխալվում։ Եվ վերջ, ոչ մի րոպե չավելացրեց Արկամը եւ առաջին խաղակեսն ավարտվում է։ Ավարտվում է Հունաստանի հավաքականի հաղթանակով 1-0 հաշվով, հիշեցնեմ, որ 23-րդ րոպեին միակ գնդակը խփեց Կիրիակոս Պապադոպուլոսը Տուգանայինի խաղարկումից հետո, երբ մեր պաշտպանները աչքաթող արեցին Հունաստանի հավաքականի կենտրոնական պաշտպանին, որը գլխի անցնում է փոխանցումը, Յուրա Մովսիսյանի կենտրոն է շարժվում, Ղազարյան փոխանցում, արված դարպասի շեղ է ընթանում գնդակը, հրապարակ է, որ Ղազարյանն է պայքարում, այստեղ գնդակը ստանում է, կլինի արված դարպասին, արված եւ նորից շեղ է ստացվում ու նորից շատ հարմար դիրքից։ Այսպիսի պայել համաձայնեք նա պարտավոր է գնդակը դնել դարպասի մեջ։ Հա տեսեք, նույնիսկ Համարասը Տուգանային հրապարակում է եւ վաստակում է 11 մետրանոց հարված։ ու նորից ոչինչից ուղակի, ոչինչից։ Չկար այստեղ ոչ մի կարիք, կրկնապատկերը։ Հա տեսեք, Վալերի Ալեքսանյանը շատ հեշտ թույլ տվեց իրեն շրջանցել, Սարգիս Հովսեփյանի հետ էր բախումը, խաղային դրվագ էր, ես այսպես կմեկնաբանեի, խաղային դրվագ էր, մոտավորապես այսպիսի մի պահ Հովսեփյանի հետ տեղինը, հարված եւ Ռոման Բերեզովսկի, որսում է գնդակը մեր դարպասապան, որում որսում է այնպես, ինչպես որսած գնդակը Բերեզովսկին եւ համաձայնեք ամենահեշտ գնդակը չէր, այնպես չէ, որ ուղիղ կենտրոնով էր հարվածել։ Վիճակ չկա, Սամարաս վտանգավոր է հարված։ Եթե այս շարժվում է առաջ Հենրիխ Մխիթարյանը հարված։ Շատ լավ հարված էր, բայց հիմա էլ մի փոքր բարձր է ընթանում գնդակը։ Ես կարծիք հայտնեցի, որ երրորդը Նորից տեսեք ինչ երկար անցում կատարեց եւ հարվածեց դարպասին, անտեսելով բոլորին եւ մրցակցին եւ թիմակիցներին։ Մեկ նորից 11 մետրանոց հարված, այս անգամ կարծես թե ամեն ինչ շատ ավելի նման էր։ Տեղին կարդ Արթուր Եդիգարյանին, եթե չեմ սխալվում, իսկ հրաշալի տեխնիկա այստեղ ցուցադրեց Յոաննիս Ֆետֆացիդիսը, որը իրացնում էր նախորդ ստանդարտը։ Շատ գեղեցիկ անցում կատարեց, տեսեք, մեր բոլոր պաշտպաններին ձեռնունայն թողեց
Ոչ գիտեք, կրկնապատկերը իհարկե այլ բան է ցույց տալիս, ոչ ոք շարժում դեպի ֆեցված Կացուրանիսն է այս անգամ հարվածում եւ Բերեզովսկին նորից փրկում է։ Բերեզովսկին նորից փրկում է մեր թիմին։ Մի բան նկատել է։ Մեր մարզչական շտաբի կողմից հավանաբար։ Արթուր Մինասյանն է զրուցում մրցավարի հետ։ Այո։ Էլ գլխավոր մարզիչը պետք է թողնի Հայաստանների նստարանը, նա այստեղից հանդիպման վերջում չի կարող ղեկավարել մեր թիմի խաղը։ Եվ Արթուր Սարգիսովն է պատրաստում դաշտ դուրս գալ իրավունք եւ երկրորդ ավելացված րոպեում Հայաստանի հավաքականը երկրորդ ավելացված րոպեին անցկացնում է իր երևի թե վերջին գրոհը Հովսեփյան, Օխանցուր Տուգանային հրապարակ, Մովսիսյան չի կարողանում Յուրա Մովսիսյանը գնդակը պահել իր մոտ, այնինչ պաշտպան նրա կողքին չկար եւ վերջ։ Էկրանի ժամանակը հավանաբար սխալ էր եւ ավարտվել էր նաեւ ավելացված ժամանակը 1-0 հաշվով Հունաստանի հավաքականը հաղթում է։